Հաջորդը ազատություն, հաջորդը օրագիր և իրատեսություն, 24 այս շարքը Պարոն Ղազիմյան, նրանում է ստեցյան այն ժամկետը, որով արդեն պետք է սեփականատերերին ինչ-որ վաճառքի հարցով առաջարկվել կամ այս հարցով ինչ-որ քննարկումների արդյունքները հայտնի դառնալ, մինչև այս պահը կա ինչ-որ առաջարկ սեփականատերերին, որ ձեզ հայտնի է, եթե այդ առաջարկը չկա, ինչպես կբացատրեք, ինչու չկա, ինչու չեն սկսում այդ բանակցությունները սեփականատերերի հետ և ձեր կարծիքով այս ամբողջ պրոցեսը արդեն ձեր գնահատմամբ կամ եզրակացությամբ արդեն գնում է դեպի ընկերությունը գերակաշառ ճանաչելու ճանապարհով, այսինքն ընտրված է արդեն տարբերակը, թե ինչ պետք է լինի, պարզապես այս ամբողջությունը հենց դրա վկայությունն է։ Ճիշտ ասած, բանակցություններ դեռևս չկան, այստեղ բանակցելու բաներ կարծում եմ չկա, պետք է ներկայացվի առաջարկ, բնականաբար հետևում եք կառավարության ղեկավարի հայտարարություններին, որ իսկ միգուցե պարզվի, որ այնպիսի բաներ են կատարվել, որ արժեքի իջնի եւ այլն, նախ ասեմ, որ երբևիցե այդպիսի հայտարարությունները հենց այնպես չի արվում, առաջարկ չի արվել, անպայման այս նույն սերիայից է, որ ասում էին ամիսը մեկ, մի քանի անգամ ասում էին հաղորդում ենք տվել հանցագործության մասին, հաղորդում ենք տվել, 6 ամիսը հաղորդում են տվել, դեռևս ոչ մի հաղորդում քրեական գործերից ոչ մի տեղեկություն չունենք, ճիշտ ասած։ Ես բան չեմ տեսել անկեղծությամբ, քաղաքական իշխանությունը հայտարարի 3 միլիոն մարդու գրպան են մտել, հայտարարի չարաշահումներ, հայտարարի ընդհուպի հետ կապված, բայց շատ քողարկված էսպես, ինքը սենց, ինքը նենց ու 6 ամիս 6 չի, արդեն երևի 7-ից ավել ամիս որևիցե բան չենք լսել։ Դա նույն սերիայից է, այսինքն հայտարարվում է մի բան, հասկանալու համար ով ոնց կմարսի դա, իմ անձնական կարծիքով ուզում են մի այսպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան բավականին նվազեցնել արժեքը եւ այդպիսի առաջարկ անեն։ Բնականաբար սեփականատերը հրաժարվելու է եւ ունեմ համոզմունք, որ գնալու է գերական շահ ճանաչելու այս պրոցեսը ամեն ինչով կապված է քաղաքականի հետ։ Ինչքան Սամվել Կարապետյանի հիմա վայնկասի էլի դուք ձեր մեջ եք խոսում, որ ռեյտինգը աճում է, բայց մենք չենք խոսում։ Բոլորն էլ հասկանում են, իր ռեյտինգի, իր դեմ ստերը չաշխատելու արդյունքում ավելի սրվում են, այսպես իրենց ավելի կոպիտ են դառնում իրենց գործողությունները, որին մենք պատրաստ ենք։ Իրենք այսպես անդադ ճնշումների են դիմում, նույն այդպես խոսակցություն կար, չէ, որ 5 օր չի դիմանա բանտում, կալանավայրում։ 5 օր էլ 5 ամիս էլ դիմացավ, ոչ մեկ էլ չբանակցեց, ոչ մի բան չարեց, որի արդյունքում քանի գնում իրենց այսպես ախորժակները բացվում են։ Այդ իսկ պատճառով դա նույն կերպ են վարվելու, գնալու են գերակաշարի ճանապարհով, այստեղ արդեն խնդիրը գնահատման խնդիրն է։ Ասած ինչ որ տրվել են գնահատման, մենք տեղյակ չենք ամենայն դեպս, բայց գնահատումն է ամենամեծ խնդիրը լինելու գերակաշարի մասին օրենքը կիրառելուց։ Գնահատումը պետք է կատարվի, օրինակ մենք առաջարկել ենք 4 միջազգային անկախ գնահատողներից մեկին, որի վրա ազդեցություն ուղղակի չի կարող լինել։ Այդ պարագայում գումարած 15%, ինչպես նախատեսում է գերակաշարի մասին օրենքը։ Այսինքն այդ դեպքում համաձայնությունը ձեզ այս սեփականատերերը կունենան։ Չէ, գերակաշարի պարագայում համաձայնության կարիք չկա։ Այդտեղ արդեն գնում է վաճառք, իհարկե, որի արդյունքները միանշանակ կարող է վիճարկվել։ Այդ նկատում է, այդ դեպքում չեք վիճարկի, եթե ձեր ուզած ընկերությունը եւ այդ 15%-ը ստանան սեփականատերերը։ Մի քիչ ավելի հարցից շեղվելով ձեզ մի բան ասեմ, էլի, այդ վախը որ չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ազատության մեջ, չէ լինի տնային կալանքի տակ։ Եվ այս բոլոր հարցերը անձամբ ինքը կպատասխաներ եւ շատ հարցերի։ Հիմա դրա հետ կապված ես չեմ կարող որոշում ասել այս պահին, կարվի առաջարկ, ըստ այնու արդեն մենք կհասկանանք ինչ ենք անում։ Բայց այս պահի դրությամբ ունենք հիմնավոր կասկածներ, որ ամեն ինչ բնականաբար անօրինական միջոցներով փորձում են անել, որպեսզի նվազեցնեն։ Իսկ ինչ ժամկետներում, այսինքն ընթացակարգերում, ասեք ինչ։ Հիմա ամսի փետրվարի 21-ին ոնց որ թե լրանում է 3 ամսյա ժամկետը,
Հա, 21-ից մտել է ուժի մեջ, այո, 21-ին լրանում է, մինչև 21-ը պետք է առաջարկը արվի, այսպես բանակցությունների։ Առաջարկը չընդունվելուց հետո արդեն այդ գերակաշարն է, որի ժամկետին չեմ տիրապետում, կարծում եմ անգամ ժամկետել այնտեղ հստակ պետք է որ նշված չէ։